Եկեք Աստծո խոսքն ուսումնասիրենք երկնքի ապագան աշխարհի ապագան խորագրով քարոզով։ Հատուկ հավաքի էին հավաքվել աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդները։ Այնտեղ նրանց ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ապագան էր։ Ինչ է լինելու այս աշխարհի հետ ապագայում։ Որքան կզարգանա տեխնոլոգիան ապագայում։ Ինչպես կփոխվի մեր կյանքը ապագայում։ Այս կերպ նրանք քննարկեցին ապագան։ Սա լսելուց հետո ես մտածեցի. ինչպիսին կլինի մեր ապագան։ Բոլորդ, ձեզ հետաքրքիր չէ՞։ Մեր առօրյայում անգամ, եթե համեմատենք այսօրվա 10 տարի առաջվա կյանքը, շատ բան է փոխվել։ Անցյալում շատ պահանջված մասնագիտություններն այժմ պակաս կարևոր են համարվում։ Արհեստական բանականության, AI հեղափոխական տեխնոլոգիայի մարդկային կյանք մտնելուն զուգընթաց մարդկության ապագան անխուսափելիորեն գնալով սահմանափակվում է։ Այսօր, երբ հիվանդանոց եք գնում, ըստ ձեզ, որ վիրահատությունն է ավելի թանկ՝ մարդու կատարածը, թե AI-ի կամ մեքենայի։ Մեքենաներով վիրահատությունն ավելի ճշգրիտ է, ունի սխալների ցածր տոկոս։ AI վիրահատությունը բժշկության մեջ շատ խոստումնալից մեթոդ է համարվում։ Սակայն այն դեռ լայնորեն չի կիրառվում։ Մարդիկ արդեն սկսել են հետ մնալ այդ ոլորտում։ Արհեստական բանականությունը մի անգամ մարդու դեմ գոխաղաց, չէ՞։ Այն լայնորեն լուսայանվեց ամբողջ աշխարհում։ Կարծում էին մարդը կհաղթի, բայց նա պարտվեց բոլոր խաղերում, բացի մեկից։ Այդ օրվանից AI-ն խորապես ներթափանցել է մեր կյանք։ AI-ն փոխարինում է ծրագրավորողներին, ուստի սիլիկոնյան հովտում այլուր նրանց աշխատանքից ազատում են։ Այլ կերպ ասած, ինչ են անում մեքենաները մարդու ողջ աշխատանքի հետ։ Նրանք ամեն ինչին տիրանում են։ Այսպիսի ապագա են մեզ ներկայացնում։ Այսպիսով, պետք է խորենք, թե ինչու է Աստված ասում. մի կապվեք երկրային բաներին։ Բժիշկներն արդեն սկսել են հետ մնալ հիվանդանոցներում։ Իսկ բանակը։ Անցյալում զինվորների թիվը հաճախ ցուցիչ էր, որոշելու երկրի ռազմական գերազանցությունը։ Սակայն այժմ, միթե ռոբոտներն ու այլ ռոբոտներ չեն փոխարինում մարդկանց այնտեղ, ուր մենք թերանում ենք։ Ես այսօր այստեղ չեմ արհեստական բանականության մասին դասախոսելու։ Սակայն, նայելով մարդկության ապագային, մտորում եմ. որքան ժամանակ է մնացել մինչ այն դարը, երբ մարդն այլևս պետք չի լինի այս երկրի վրա։ Տարեցները չեն ապրում իրենց զավակների հետ, քանի որ չեն ուզում բեռ լինել նրանց համար։ Միայնակ ապրող տարեց քաղաքացիների թիվը տարեցտարի ավելանում է։ Լավ կլիներ, որ զավակները հաճախ այցելեին նրանց խնամելու, բայց իրենք էլ են դժվարանում, չեն կարողանում հաճախ այցելել։ Կառավարությունն օգնականներ է ուղարկում, բայց սա էլ է փոխվում, այնպես չէ՞։
어떻게 바뀌고 있습니까? Նույնիսկ Ճապոնիայի պես երկրներում ամեն ինչ փոխարինվում է ռոբոտներով։ 또 바뀌고 있습니다. Տարեց մարդիկ զրուցում են ռոբոտների հետ։ 여러분 Եթե միացնեք AI-ն ու ասեք, մի հետաքրքիր պատմություն պատմիր, այն դեմ չի լինի։ 10 անգամից 10-ն էլ այն պատմություն կպատմի։ Բայց եթե մարդուն խնդրեք, նա կարող է ասել. Ինչու ես անհանգստացնում։ Դա նրանց համար տհաճ է ու ձանձրալի։ Հասարակությունն այս ապագային է ձգտում։ Նույնիսկ բանակի զինվորներին փոխարինում են ռոբոտներով։ Մարդկանց կարիք չկա։ AI-ն նույնիսկ վիրահատություններ է կատարում։ Մարդու կարիքն այնքան էլ չկա։ Մեքենաների հավաքումը մարդու կարիք չունի։ Աշխատողները բողոքում են։ Բարձր վարձ են պահանջում։ Շատ հանգստյան օրեր են ուզում։ Պահանջները շատ են։ Բայց մեքենան գնելուց հետո անխոնջ աշխատում է օրական 24 ժամ, տարին 365 օր։ Ուրեմն ինչ են մտածում գործատուները։ Մարդկանց կվարձեն, թե կապավինեն AI-ին կամ ռոբոտներին։ Հասարակությունն այս ուղով է գնում։ Ոմանք կմտածեն. Միթե մարդիկ հարմարավետ չեն ապրի, քանի որ չեն աշխատի։ Այդպես չէ, քանի որ մարդիկ կորցնում են աշխատանքը։ Արհեստական բանականության դարաշրջանում հաճախ ենք լսում. Մարդկության ոսկե ժամանակը, երկրի վրա ապրելու ժամանակը սպառվում է։ 얼마 남지 않았다라고 이 AI 시대에 와서 그런 얘기를 종종 이렇게 듣게 되거든요. Սակայն սա չի նշանակում, թե ձեզ հորետես լինելու կոչ եմ անում։ 이렇게 말씀을 드린 것이 아닙니다. Ապա ովքեր են այսօր երկրի վրա ապրող ամենաերջանիկ մարդիկ։ 어떤 삶을 Ինչպիսի 살아가는 사람들이 կյանքով են ապրում։ Մի անգամ AI-ին խնդրեցի. Ստեղծեք նոր Երուսաղեմի անիմացիան կատարյալ քառակուսի, որը դանդաղ իջնում է երկնքից, այն պատրաստվեց 5 րոպեից պակաս ժամանակում։ 모습을 한번 그 CG로 만들어 줘 하니까 만드는데 5분이 안 걸려요. Ես հարցրի CG մասնագետներին, որքան ժամանակ կպահանջվի դա անել առանց AI-ի, նրանք պատասխանեցին. 하게 된다면 어느 정도 걸리냐 하니까 Առնվազն մի քանի շայաթ։ 걸릴 겁니다. Այն, ինչ AI-ն անում է 5 րոպեում, մարդուց շայաթներ կպահանջվի։ Նա AI-ին խնդրեցի գրել։ Խնդրեցի AI-ին բանաստեղծություն գրել մոր զոհայերության մասին, այնքան հուզիչ էր, որ արտասվեցի։ 정말 눈물 쏟아지겠습니다. Ես պոեզիա սիրում եմ, մայրերի մասին շատ բանաստեղծություններ եմ կարդացել, բայց այսքան հուզիչ բանաստեղծություն երբեք չէի կարդացել։ 이런 감동적인 시는 정말 참 보지를 못했어요. Այսպես, եթե AI խնդրեմ բանաստեղծություն, այն կստեղծի վայրկյանների մեջ։ 가지고 다 만들어 주죠. Եթե AI-ին ասեմ, տարեվերջին միջոցառման եմ մասնակցելու, ինձ համար ելույթ գրեք, 설문 하나 만들어 այն անմիջապես կստեղծի մեկը, շատ ավելի լավը, քան իմ օրերով մտածած ու գրածը։ 가지고 작성하는 것보다 훨씬 더 우수합니다. Այսպիսով, ով կվարձեր մարդ։ 사람을 쓰겠습니까? Այն լավ բանաստեղծություններ է գրում, նա հիանալի երգի խոսքեր երաժշտություն։ 기게 합니다. 여러분 이런 Սիրելիներ, այսպիսի դարում ենք ապրում։ 지금 살고 있습니다. Մտածում եմ, այս բաներն օգտագործողներն արդեն նոր աշխարհում են ապրում։ 살고 있구나 하는 그런 생각이 참 듭니다. Այսպիսով, մտածում եմ, որքան գտի մարդկության այս ոսկե դարը։ 골든 타임이라는 것이 과연 이게 앞으로 어느 세월까지 갈까 말이에요. Ոմանք ասում են 10 տարի, ոմանք 20, բայց մարդկության վերայերյալ խոսակցությունների մեծ մասն անորոշ է։ 삶에 대해서 이 방향을 잡지 못하는 얘기들이 거의 대다수였습니다. Սակայն որքան էլ զարգանա AI-ն, կարող է այն նկարագրել երկնքի արքայությունը։ Կարող է փոխարինել այն, ինչ երկնքի արքայությունում է։ 내용을 대신할 수 있습니까? Երկրայինը գուցե փոխարինվի AI-ով, բայց երկնայինը երբեք։ 하늘의 것은 결단코 대치되지 않습니다. Ահա թե ինչու ամենաիմաստուն մարդիկ նրանք են, ովքեր պատրաստվում են երկնքի արքայությանը ձգտում են դրան։ 천국을 향해서 달려가는 사람들. Ենթադրենք, որ մարդը 10 տարի անգլերեն է սովորում, բայց գիտեք, թե ինչ է կատարվում։ 웬걸요?
Եթե ձեր սմարթֆոնին ասեք, որքան է, այն անմիջապես ճիշտ կթարգմանի անգլերեն։ 제대로 그 자리에서 금방 말이 나오는데. Դուք ջանասիրայար անգլերեն եք սովորել, հազիվ սովորելով how much is it արտահայտությունը, բայց AI-ն անմիջապես թարգմանում է ցանկացած լեզվով։ 이거 얼마입니까 하면 뭐 금방 그 나라 말로 다 나오니까 말이죠. Միայն անգլերեն է թարգմանում։ 스페인에도 Այն նա թարգմանվում է իսպաներեն, նա պորտուգալերեն։ 개국의 언어가 바로 Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ տասնյակ լեզուներ կարող են անմիջապես թարգմանվել։ Հետայար, ինչ է լինելու անգլերենի ակադեմիաների հետ։ Դրանք աստիճանայար կփակվեն։ Միթե մարդկության ապագան ամեն կերպ ավելի ու ավելի չի խոչընդոտվում սահմանափակվում։ 켜지는 것은 아닌가. Ապագայում կարող է ուսուցիչների, պրոֆեսորների կամ նույնիսկ դպրոցների կարիք չլինի։ 필요 없고 제가 필요 없다는 Սա իմ սեփական կարծիքը չէ, այլ այսպես է աշխարհն այսօր տեսնում մեր համաշխարհային համայնքի ապագան, 미래가 그렇더라는 것입니다. որովհետև այն 10-ից 100 անգամ ավելի մանրամասն տեղեկություն է տալիս, քան դպրոցները։ 10배, 100배 자세한 내용들 다 제공해 주니까요. Եթե AI-ին հարցնեք, ինչ է տրաֆալգարի ճակատամարտը, այն իսկույն կպատասխանի։ 성공 이수신에 대해서 Երբ խնդրեք, պատմիր հերոս ծովակալ Իսուն Սինի մասին, այն ակնթարթորեն կտա ամեն ինչ ծննդյան թվից մինչ ձեռքբերումները Սոնջո թագավորի օրոք տեղի ունեցածը։ 선조왕 대왕 때 있었던 어떤 일이었다 하는 걸 일순간에 다 Աշակերտները դեռ կփնտրեն ուսուցիչների։ 뭘 찾습니까? Սա է այս երկրի ապագան։ 그러나 Սակայն ինչպիսին է մեր ապագան երկնքի արքայություն ընթանալիս։ 는 어떤가? Այսօր մարդիկ ունեն գրավիչ աշխատանքներ, բայց դատապարտված են ամեն ինչ զիջել AI կոչվող համակարգին։ 빼앗길 수밖에 Իսկ մենք ինչ։ 이런 어떤 직업들을 다 가지고 있습니다만 우리는 어떻습니까? Իսկ մեր ապագայի մասին Աստվածաշունչն ասում է, որ Աստված ամեն ինչ պատրաստել է իր սիրելի զավակների համար։ 우리를 위해서 Մենք հասկանում ենք, 예비하셨구나. 또 태초부터 մեր Աստվածը սկզբից տեսնում է վախճանը։ 하고 하셨는데 Հայրն ու մայրը մեզ տվեցին այս ուսմունքները, իրենց զավակներին ավելի երջանիկ աշխարհ առաջնորդելու համար։ 하기 위해서 아버지 어머니께서 이런 가르침이 계셨구나. 여러분 이런 걸 Սիրելիներ, մենք չպետք է սա համարենք պարզապես սոցիալական երույթ, այլ մտածենք. 해갖고만 바라볼 것이 아니라 Սա է այս երկրի վրա ապրող մարդկանց ապագան։ 미래가 이렇구나. Ապա ինչ կլինի նրանց ապագան, ովքեր ապրում են աչքերը հառած երկնքի արքայությանը։ 이것도 우리가 꼭 한번 Պետք է խորենք այս մասին։ 짚고 넘어가야 되겠습니다. Ինչու Աստված իսրայելացիներին անապատում բազում դժվարություններով անցկացրեց, 어려운 과정이 마침내는 뭘 օրհնելու համար նրանց։ 복을 주기 Միթե սա չէ գրված Աստվածաշնչում։ 우리의 Քանի որ Աստված մեր այսօրվա կյանքը տվել է, որ ապագան ավելի երջանիկ դարձնի մեզ հավերժական փառքի առաջնորդի, հորդորում եմ, որ բոլորս, 삶이 있게 만드셨으니까 որպես երկնային ընտանիք, չնայենք միայն ներկային, այլ ջանասիրայար ընթանանք հայացքն ապագային հարած։ 입장에서 열심히 또 달려갈 수 있는 하늘 가족들이 다 되시길 부탁드리겠습니다. Դիտարկենք Եսայի 46-րդ գլխի 10-րդ խոսքը։ Եսայի 46-րդ գլխի 10-րդ խոսքում Աստված ասում է. Ես սկզբից իմացնում եմ վախճանը։ 처음부터 고하며 Նա սկզբից հայտնել է վախճանը, այսինքն արարչագործությունից։ 알렸더라고 했습니다. Այս ամենը գիտենալով Աստված մեզ ասում է. երբեք այլ ճանապարհ մի բռնեք, այլ հետեք միայն այն ուղուն, որ պատվիրում եմ ձեզ։ 하지 말고 내가 너에게 명하는 그 길로만 따라오라고 말해. Աստված մեզ չի ստիպում հնազանդվել։ 경제적인 입장에서 Ընդհակառակը, նա ցույց է տալիս ուղին մեր պայծառ ապագայի օրհնության համար։ 밝은 미래 그 축복을 위해서 Բայց մարդիկ մտածում են. իսկապես պետք է ապրեմ խստիվ Աստծո խոսքի համաձայն։ Կյանքս ճնշող ու կոշտ չի 답답할까? դառնա։ 딱딱할까? Երբ Աստծո խոսքը կարդում են առանց իմաստը հասկանալու, սխալմամբ կարծում են, թե ճնշված են, զսպված ու չեն կարող անել այն, ինչ կամենում են։ 못하고 제재당하는 이런 어떤 삶을 사는 것 같이 오해를 하게 되더라는 것입니다. Ի սկզբանե Աստված կամեցել է մեզ պարգել ամենաերջանիկ կյանքը։ 삶을 주시기를 원하고 계십니다. Աստված կամեցել է մեզ պարգել ամենագեղեցիկը։ 원하십니다. Ահա թե ինչու Աստված մեզ առաջնորդում է նոր ուխտի ճշմարտության ուղով։
그 길대로만 은혜로 Ուստի պետք է շնորհով հետենք այդ ուղուն ժառանգենք երկնքի հավիտենական արքայության փառքը։ 다 얻을 수 있는 우리가 되어야 되겠습니다. 나중에 AI가 Ինչ կլինի, եթե մտնենք մի դար, ուր AI-ն կքարոզի։ 그러니까 모든 것이 지금은 Հետայար կարող ենք ասել, որ հիմա ոսկե ժամանակն է մեզ համար ջանասիրայար նվիրվելու Աստծո ավետարանին։ 볼 수 있겠습니다. 이런 시간들이 Եթե այս ժամանակն անցնի, այս դերերը կանցնեն մեքենաներին, ոչ թե մարդկանց։ 기계에게로 전부 다 옮겨지게 될 것입니다. Մինչ սա տեղի ունենա, հորդորում եմ ձեզ հավատով անել լավագույնը, երբ դեր հնարավորություն ունեք։ 최선을 다하는 신앙이 다 되시기를 부탁드리겠습니다. Կրկին 10-րդ համարը։ Ես սկզբից իմացնում եմ վախճանը վաղուց, այն, որ դեռ չի կատարվել։ 예적부터 보이고 이러기를 Ես ասում եմ, որ իմ խորհուրդը պիտի իրականանա, անում եմ այն ամենը, ինչ որ ինձ հաճելի է։ 이루리라 하였노라 하고 있습니다. Աստված պատրաստել է ամեն ինչ, այս երկրի բոլոր իրադարձություններն ու հանգամանքները իր կամքը կատարելու համար։ 일어나는 모든 현상들, 상황들. 옛날에는 Նախկինում մարդիկ էին վեպեր գրում, իսկ հիմա AI-ի վեպերն են տարածված։ AI 소설이 인기가 있습니다. Արհեստական բանականությունն այժմ ստանձնում է մարդկանց գործերը։ 지금 다 진행하고 있거든요. 얼마나 Վերջերս լուրջ խնդիր էր, որ քննության պատասխանները գրվել էին AI-ով։ 해서 뉴스에 몇번 이렇게 AI-ն քննությունից գրեթե կատարյալ է ստանում։ AI가 시험 보면 거의 만점입니다. Քանի որ աշխարհի բոլոր գիտելիքները դրանում են, բնական է, որ կատարյալ գնահատական ստանա։ 당연히 만점 될 수밖에 없겠죠. Տեսնելով, որ սրանք սոցիալական խնդիրներ են դառնում, չենք կարող չմտածել։ 것을 볼 때에 이 땅의 어떤 Ինչպիսին կլինի ապագան նրանց, ովքեր փնտրում են միայն երկրային կյանք, նրանց, ովքեր կարոտում են երկինքն ու փնտրում երկնքի արքայությունը։ 살아가는 사람의 미래가 과연 어떨까? 이거 생각해 보지 않을 수 없는 부분입니다. Ես այսօր այստեղ չեմ որպես AI-ի դասախոս, բայց սա է մեր ժամանակի իրականությունը։ 지금 시대가 그렇습니다. Գիտելիքները հորթում են։ 이게 넘쳐나고 있습니다. Քանզի մարդկության կուտակած ողջ գիտելիքն այժմ համակարգիչներում է հասանելի է AI-ի միջոցով։ 우리가 이 AI를 통해서 사용할 수가 있는 그런 시대가 되었기 때문에 과거에는 Անցյալում գիտելիքները փոխանցվում էին ուսուցիչների, պրոֆեսորների, գիտնականների միջոցով։ 전달이 되었습니다. Սակայն այլս այդպես չէ։ 그렇지가 않습니다. Երբ դասախոսներն այժմ դասախոսում են, ուսանողները միացնում են AI-ն, ստուգում ու ասում. AI 켜서 금방 이렇게 살펴보고 교수님 Պրոֆեսոր, ամսաթիվը մի փոքր սխալ է, կամ դա ուրիշ մարդ է։ 다른 사람인데요. 이런 식으로 Այդ պատճառով որոշ պրոֆեսորներ ասում են. 힘든다 하고 Դժվար է շարունակել պրոֆեսոր լինել։ 계십니다. Ի սկզբանե Աստված կանխատեսել էր, որ մարդկությունը կապրի այսպիսի դարաշրջանում։ 이미 태초부터 바라보셨기 때문에 Ուստի Աստված երկրորդ անգամ եկավ այս երկիր, Սուրբ Հոգու դարաշրջանում։ 아버지 어머니께서는 이 땅에 Երկնային հայրն ու երկնային մայրը ողջ մարդկությանը հնարավորություն են տվել կուտակելու ավելի շատ երկնային պարկներ, աշխարհիկ ագահության, գիտելիքի պարծանքի փոխարեն, այնպես չէ։ 수 있는 이런 기회를 우리 모든 인류 인생들에게 허락해 주지 않았습니까? Ահա թե ինչու Աստված հայտնություն 22-րդ գլուխը տվեց ողջ մարդկությանը մեր պայծառ ապագայի համար։ 계시록 22장 이 내용을 전부 보냈습니다. Գլուխ 22, համար 17։ Հոգին ու հարսն ասում են. 말씀하시기를 Արի, 오라 하시는도다. լսողս ասում է. Արի, 오라 할 것이요. թող գա, ով ծարավ է, ով կամենում է, թող ծրի վերցնի կենաց ջուրը։ 값없이 생명수를 받으라 하시더라 하고 했습니다. Մեր պայծառ ապագայի համար Աստված եկել է այս երկիր որպես հոգին ու հարսն։ 신부가 신부로 두 번째 이 땅에 와 주시고 Աստված հրավիրել է ողջ մարդկությանը գալ հոգու հարսի մոտ, ասելով. 힘겹거든. Եթե ծարավ եք, հոգնած եք, հոգնել եք կյանքից, ճշմարտությունն եք ուզում, ով էլ լինեք, եկեք ինձ մոտ։ 또 좋으니까 다 내게로 성령과 신부께로 전부 오라고 이렇게 초대를 해 놓으셨습니다. Այս երկրի ապագան մի օր կբացահայտի իր սահմանները։ 그 한계를 드러냅니다. 그러나 Սակայն երկնքի արքայության ապագան տիրույթ չէ, որը AI-ն կարող է գրավել։ 할수 있는 그런 영역이 아니고 그런 공간이 아닙니다. Անկասկած կգա դարաշրջան, երբ կգոյատեն միայն նրանք, ովքեր հույս են դնում երկնքի արքայության վրա, պատրաստվում են դրան։ 시대가 반드시 도래합니다. Եկեք նայենք երկրորդ Կորինթացիներ 3-րդ գլխի 6-րդ խոսքին։
Գլուխ 3, համար 6, որը մեզ ընդունակ դարձրեց ծառաները լինելու նոր ուխտի։ Ինչպես է մեզ դարձրել ոչ թե գրի, այլ հոգու, որովհետև գիրն սպանում է, իսկ հոգին կենդանացնում։ Ինչպիսի ապագա է Աստված ուզում բացել մարդկության առաջ նոր ուխտի միջոցով։ Այլս մահ չի լինի, ոչ սուգ, ոչ վիշտ, ոչ լաց, ոչ ցավ, այլ միայն հավիտենական վայելք։ Աստված մեզ իմացնում է նոր ուխտը, որպեսզի տա մի աշխարհ, ուր միայն հավիտենական փառք կբացվի։ Սակայն աշխարհի մարդիկ ուտելը այլ հարցեր ավելի հրատապ են համարում, ուստի դրան շատ ժամանակ չեն հատկացնում։ Մեր ճշմարիտ ապագայի համար, եթե աշխարհիկ գործերին ենք նվիրում մեր կյանքի 99%-ը, իսկ իսկապես կարորին մեր ավելացած ժամանակի 1%-ը, ապա կարծում եմ, սա այն պահն է, երբ պետք է վերանայենք խորենք ապագայի վերայերյալ մեր արժեքները։ Ինչու մեզ դարձրեց նոր ուխտի ծառայողներ։ Աստծո մեծ կամքն է նոր ուխտի միջոցով մեզ տանելու դեպի մի աշխարհ, որտեղ այլս մահ չի լինի։ Մեզ մի աշխարհ շնորհելու համար, ուր ցավ չի լինի, ուր կհանգչեն այս երկրի վրա մեր կրած տառապանքն ու վիշտը։ Աստված հիշեցնում է. դարձեք նոր ուխտի ծառայողներ, հռչակեք նրա ճշմարտությունը բոլորին։ Նայենք Հայտնություն 21-րդ գլխի 4-րդ համարին։ Տեսնենք 4-րդ խոսքը։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք։ Այլս մահ չի լինելու նա ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ, որովհետև նախկիններն անցան։ Եվ գահի վրա նստողն ասաց. ահա ամեն բան նոր եմ դարձնում, ինչ ասաց։ Եվ ասաց, ինչ ասաց։ Գրիր, որ այս խոսքերը ճշմարիտ ու հավաստի են։ Աստված մեզ պատվիրել է մտնել նոր ուխտի ճշմարտության մեջ, բացելու շնորհի աշխարհը, ուր այլս մահ, սուգ, լաց կամ ցավ չի լինի։ Միթե հոգին ու հարսն չեն կանչում մարդկությանը ասելով. եկեք ինձ մոտ։ Քանի որ զբաղված ենք, ազատ ժամանակ չունենք, զգում ենք, որ հոգորի մասին մտածելու առիթ չունենք։ Սակայն միթե այսօր չենք ապրում այն հույսով, որ վաղը լավը կլինի այսօրվանից։ Ապա մենք կարող ենք ինքներս մեզ հարցնել. ինչպիսին կլինեմ ապագայում կամ ինչպիսին կլինի իմ կյանքը ապագայում։ Երբ խոսքն ապագայի մասին է, պետք է նորից քննենք մեր հավատքի ուղին։ Նրանք, ովքեր քայլում են աչքերը հառած այս երկրի ապագային, ի վերջո կբախվեն սահմանափակումների կարգելափակվեն։ Նույնիսկ եթե այս երկրի պայմանները շատ լավանան, այն հավերժ մերը լինել չի կարող։ Թե մեր ապագան այս աշխարհում ավարտվում է 70-ից 80 տարի անց, իսկ ինչպիսին է մեր ապագան երկնքի արքայությունում։ Դա հավերժ ու հավիտենական ապագա է։ Այն աշխարհ է, ուր չկա մահ կամ սուգ, ուր միշտ կա ուրախություն ու խաղաղություն, ուր ամեն օր նոր բաներ են ստեղծվում, ուր չկա ոչ ցավ, ոչ վիշտ։ Աստված ինքն եկավ այս երկիր, բացահայտելու նոր ուխտի ճշմարտությունը, որպեսզի մեզ շնորհի այդպիսի պատվական աշխարհ։ Սակայն մենք ասում ենք. լսել եմ հովվից, ստուգել եմ YouTube-ում, սովորել եմ Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Ուրեմն, ես լի եմ գիտելիքներով։ Այսպես մտածել պետք չէ։ Որպեսզի սատանան չխլի այս ճշմարտությունը, մեր հայրն ու մայրը ծածկեցին այն առակներով, մարգարեություններով ու պատմությամբ, որ իրական իմաստը թաքնված լինի բոլորից, բացի երկնքի զավակներից։
또 역사라는 포장지 수많은 포장지에 사서 하늘 자녀들 외에는 진짜 정체를 Ուստի աշակերտներն ասացին Հիսուսին. 놓으셨습니다. Ավելի հեշտ կլիներ, եթե պարզ ասեիր, որ N-ն է, B-ն B։ A는 A고 B는 B다. Փոխարենը շուրջ բոլորն ես խոսում, ստիպելով մտածել, սա 돌려서 է այն, թե 이것이 그것인가 այն է սա։ Նրանք հարցրին. 이해하지 못하게 Ինչու ես առակներով խոսում, որ մարդիկ չեն հասկանում։ 천국의 비밀을 Նա 아는 것이 պատասխանեց. 너희에게 Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ։ 우리에게 Մեզ տրված են արտոնություններ, բարեհաճություն, Աստծո շնորհը գործում է։ 수많은 어떤 하나님의 은혜가 작동하고 있는데도 감사할 줄 모르고 당연히 Չպետք է սա սովորական համարենք, չգոհանանք առանց հավատքի եկեղեցի հաճախենք։ 몸만 나오는 이런 어떤 우리의 신앙이 돼서는 안 되겠더라. Ես անկեղծ աղոթում եմ, որ այս նոր տարին լինի մի տարի, երբ մեր ամբողջ սրտով, հոգով, մտքով ու զորությամբ սիրենք Աստծուն, 드려서 մեր մերձավորներին, մեր եղբայրներին ու քույրերին ավետարանը, դրանով առաջ շարժվենք դեպի նորոգված ապագա։ 이 복음을 진실로 사랑하는 어떤 Եկեք անցնենք 22-րդ գլխին։ 미래를 펼쳐갈 수 있는 해가 되었으면 좋겠습니다. 22장으로 Թե Աստված մեզ համար բազում հրաշալի բաներ է նախատեսել ու պատրաստել, ոմանք հավատ չունեն դրանց հանդեպ, նայում են միայն իրենց ներկա հանգամանքներին։ 여기에 대한 믿음이 없이 자꾸만 Իսկապես վհատեցնող է տեսնել նման մարդկանց։ 답답하기 그지없습니다. Գլուխ 22, համար 1։ Հրեշտակն ինձ ցույց տվեց կենաց ջրի գետը, փայլուն, ինչպես բյուրեղը, որ բխում էր Աստծու ու գարան գահից։ 보좌로부터 나서 길 가운데로 흐르듯 Եվ նրա հրապարակի մեջտեղում, գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ 12 պտուղ էր տալիս։ 달마다 그 실과를 맺히고 Ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերները ազգերին բժշկելու համար էին։ 다시는 저주가 없으며 Այնտեղ այլս նզովք չի լինելու։ Աստծու ու գարան գահը նրա մեջ է լինելու, նրա ծառաները պաշտելու են նրան։ 얼굴을 볼 터이요. Եվ տեսնելու են նրա երեսը, նրա 안ունը նրանց ճակատների վրա է լինելու։ 다시는 밤이 없게 Այնտեղ գիշեր չի լինելու։ 쓸데없이 Ջրագի արեկակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը Աստվածը լուսավորելու նրանց, պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։ 하리로 다 확고했습니다. Այսպիսի ապագան է մեր ապագան։ Քանի որ գրված է Աստվածաշնչում, չպետք է այն սոսկ արձանագրություն համարել։ Սա մարգարեություն է մեր մասին։ Որպես այս մարգարեության հերոսներ, արդյոք այսօր ապրում ենք Աստծո մարգարեության համաձայն։ Արդյոք չպետք է մի պահ խորենք այս մասին։ Աստված ջանացել է մեզ համար այս պայծառ ապագան պատրաստելով։ Իսկ ինչ, եթե նրա զավակները ժամանակը վատնում են ունայն բաների վրա, սրտերը գերվում են կորստյան մատնված բաներով։ Հավատում եմ, որ այսպես բնավ չպետք է լինի։ Այդ պատճառով Պողոս առաքյալը կարևոր խոսք է թողել 2 Կորինթացիներին 4-րդ գլխում։ Եկեք անցնենք 2 Կորինթացիներին 4-րդ գլխին։ Գլուխ 4, համար 16։ Դրա համար չենք վհատվում, թե մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։ Որովհետև մեր այժմյան թեթ նեղությունը, փոքրագույն նեղությունները, գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար։ Քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, ինչի վրա ենք մենք մեր աչքերը դնում, այլ անտեսանելիներին, անտեսանելի ինչ է նշանակում, չէ՞։ Որ դա արդյոք վերայերում է երկնքի արքայությանը։ Որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները ինչպես։ Են անտեսանելի բաները հավիտենական։ Եթե իմանանք Աստծո պատրաստած ապագան ապրենք այդ գիտակցությամբ, մեր կյանքը որքան էլ դժվար լինի, բնավ բեռ չի թվա։ Մեզ սպասում է փառքի ժառանգություն, փառավոր խոստումներ։ Դրանք չպետք է համարել սոսկ Աստվածաշնչում գրված խոսքեր։ Այս ամենը կդառնա իրականություն։ Աղոթում եմ, որ այդ հավատքով շնորհընկալ դիմավորեք այն նոր տարին, որ Հայրն ու Մայրը պատրաստել են մեզ համար։ Եբրայեցիներին 11-րդ գլխում հավատքի մասին բազում պատմություններ կան։
Բացենք Եբրայեցիներին 11-րդ գլխի 6-րդ խոսքը։ Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել։ Այսպես չէ՞։ Գրված. Այս աշխարհի համար ապագա կա, բայց Աստված նա ծրագրել պատրաստել է ապագա երկնքի զավակների համար։ Մենք պետք է ամուր հավատ ունենանք այդ ապագայի հանդեպ։ Վաղ եկեղեցու սրբերը դաժան հալածանքներ կրեցին։ Երբեմն նրանց կեր դարձրին առյուծների համար հռոմեական ամֆիթատրոններում, երբեմն էլ այրեցին որպես մարդկային ջահեր։ Սակայն նրանք չզղջացին իրենց ապրած կյանքի համար։ Ո՞րն էր պատճառը։ Միթե Աստծո խոստացած ապագայի պատճառով չէր, որովհետև հավատք ունեին։ Ապագայի հանդեպ հավատ չունեցողները հաճախ չեն կարողանում ոչ հավատքի պատշաճ կյանքով ապրել, ոչ էլ պատշաճ այս աշխարհում։ 2026-ին հաճեցնենք Աստծուն։ Մեր իրական ապագան երկնքի շնորհառատ փառահեղ արքայությունն է, որտեղ այլս մահցավ չկա։ Ինչպես գրված է առաջին Կորինթացիներին 2-րդ գլխում, թող սա լինի հավատքի ժամանակ, երբ համարձակ առաջ ընթանանք, խորելով Էլոհիմ Աստծո փառքի մասին, ով հավիտենական ապագա է պատրաստել գերազանց աշխարհում, որն աչք չի տեսել, ականջ չի լսել, միտք չի ընկալել։ Ապագայի հանդեպ հավատի թուլանալուն պես նվազում է գործելու կարողությունը։ Ինչ կլինի, եթե մեկի հավատն ապագայի հանդեպ Հեսուինի պես ուժեղ լինի։ Ինչ կասեր նա Երիքովի թվացյալ անառիկ ամրոցի մասին։ Հավատք կունենային ասելու. նրանք մեր հացն են։ Հեսուն հավատում էր Աստծո պատրաստած հաղթական ապագային։ Քանի որ մյուսները չէին հավատում Աստծո խոստացած ապագային, նրանք ասում էին. նրանք չափազանց մեծ են։ Մենք մորեխների պես ենք, իսկ նրանք հսկաներ։ Այս խոսքերն ասացին նրանք, ովքեր չհավատացին Աստծո պատրաստած ապագային։ Քանի որ նրանց հավատքն արժանի չէր Քանանի երկիր մտնելու, նրանք բոլորը կործանվեցին ի վերջո ընկան անապատում։ Նրանց վիճակն օրինակ բերելով, ինչ է սովորեցնում Կորինթացիներին 10-րդ գլուխը։ Սովորեցնում է, որ չնմանվենք նրանց։ Մի եղեք նրանց պես հիմար, չհավատալով ձեզ համար Աստծո պատրաստած ապագային։ Միթե դրա համար չէ, որ այս ամենը գրվեց Աստվածաշնչում։ Ինչ ապագա է սպասում այս երկրի վրա ապրող մարդկանց։ Ապա ինչ ապագա ենք փնտրում։ Ինչ ապագա է մեզ սպասում։ Հեսուն Քաղեբը հաստատուն հավատ ունեին։ Դրա համար միայն նրանք երկուսը կանգնեցին մյուսների առաջ ասացին. նրանք մեր հացն են։ Աստված մեզ հետ է։ Նրանց պաշտպանը չկա։ Միթե իրենց անսասան հավատքը չէր, որ թույլ տվեց այդքան հանգիստ ու վստահ խոսել։ Սիոնի մեր սիրելի ընտանիք, հորդորում եմ, որ 2026-ին որպես երկնային ընտանիք առաջ ընթանանք, հավատալով մեզ համար Աստծո պատրաստած ապագային, մեզ համար նրա ստեղծած միջավայրին։ Հուսալով, որ մեծ շնորհ ստացաք, կեզրափակեմ այսօրվա քարոզը։ Շատ շնորհակալ եմ։